Մասյատից ճոհիրից։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել մինչև հունիս, նախքան Հայաստանում սպասվող ընտրությունները, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Ըստ ադրբեջանցի պատգամավորի, գործընթացի հաջողության համար Երևանը պետք է նոր սահմանադրությամբ պարտավորվի տարածքային պահանջներ չներկայացնել Ադրբեջանի նկատմամբ։ Հասանգուլիևը նշել է, քանի որ Ադրբեջանում պատերազմը ճանաչված է որպես հայրենական պատերազմ, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։ Նա առաջարկել է անցյալ օգոստոսի նախաստորագրված փաստաթղթի քննարկումը ներառել Միլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։ Newsweek պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Ըստ պարբերականի, Թրամփի մոտեցումը, որը ժողովրդավարական արժեքներից վեր է դասում տնտեսական շահերը, Հայաստանին թողնում է մեկուսացված ու խոցելի Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ։ Պարբերականը պնդել է, որ այս փաստաթուղթը ոչ թե խաղաղության ուղի է, այլ դիվանագիտությամբ քողարկված կապիտուլյացիա։ Համաձայնագրի առանցքային ու վիճահարույց մասը Թրամփի երթուղին Newsweek-ը որակել է կախվածության միջանցք եւ մահացու հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս գործարքը պարբերականի պնդմամբ Հայաստանը վերածում է վասալ պետության, նպաստելով Կասպիական նավթի հոսքին դեպի Եվրոպա, երկրի սեփական անկախության հաշվին։ Հոդվածում շեշտվել է, որ փաստաթղթում չի խոսվում Արցախից ավելի քան 120,000 հայերի էթնիկ ստումների մասին, ինչպես նաև նախատեսում է դադարեցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործերը, դրանով իսկ սրբացնելով պատերազմական հանցագործությունները։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին ու իրականացնել մշակութային ցեղասպանություն, ոչնչացնելով հայկական ինքնության հետքերը։ Ըստ Newsweek-ի, սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ տնտեսական գրավ Հայաստանի ապագայի վրա, որտեղ տոկոսարադրույքները սահմանում են թշնամիները։ Ադրբեջանի սահմանադրությամբ այլևս անվավեր են համարվում Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, ըստ որոնց Նախիջևանը ստացել էր ինքնավար հանրապետության կարգավիճակ։ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ նախագիծն ընդունվել է Միլի Մեջլիսի այսօրվա նիստում։ Նախիջևանի ինքնավար հանրապետության գործող սահմանադրության նախաբանում նշվում է, որ ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի օկտեմբերի 19-ի Կարսի պայմանագրերով, որոնք դեռ ուժի մեջ են։ Առաջարկվող նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մաս է։ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունը հիմնված է Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին 1991 թվականի օգոստոսի 30-ի հռչակագրում, ինչպես նաև 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի հանրապետության սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա։ Այս ամենից կարող են եզրակացնել, որ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը այլևս համարվում են անվավեր, եւ Նախիջևանը ճանաչվում է Ադրբեջանի հանրապետության մաս։ Տարբերակներ չեն քննարկել։ Դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը ԿԳՄՍ նախարարության եւ Հայոց պատմություն 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի դեմ։ Սամվել Շահրամանյանը պահանջում էր զրպարտություն համարել եւ հերքել դասագրքում տեղ գտած այն տեղեկությունը, թե իբր ինքն է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը։ Շահրամանյանը պահանջել էր պարտավորեցնել հրապարակային բոլոր եղանակներով, այդ թվում կրթական ծրագրի միջոցով տարածել հերքում այն մասին, որ դասագրքի Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային ասպարեզում վերադարձ պատերազմին գլխի այդ հատվածը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը, որ մեր համար առաջնահերթություն է։ Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ 7 անց կալանավորված է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օրեր առաջ Բանգլադեշ երկրի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը։ Ազգային անվտանգության ծառայողները հենց սահմանին նրանց ձերբակալել են։ Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են նրանք փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան։ Հարկ է նաև նշել, որ կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով։ Պետական եկամուտների կոմիտեն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Օպերատիվ տվյալների համաձայն օրերս Նիդերլանդների քաղաքացին Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան, իր հետ մաքսանենգ եղանակով տեղափոխելով թմրամիջոցներ։ Ռենտգենային զննմամբ նրա որովայնի շրջանում հայտնաբերվել են օտար մարմիններ, նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մարմնից դուրս է բերվել կոկային տեսակի թմրամիջոց, ընդհանուր 845 գրամ քաշով, 50 պատիճով։ Փաստի առթիվ օտարերկրացին ձերբակալվել
կատարվել է, հետագա օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաև թմրամիջոցների ներկրման եւ իրացման մեջ ներգրավված եւս 2 անձ, որոնք ձերբակալվել են Երևանի հասցեներից մեկում։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, մոտ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Պարոն քաղաքապետ, բոլոր սարքերը արդեն տեղադրված են։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ, հայտնել է հետքը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հաստատել է, որ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկի նկատմամբ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Որպես խափանամիջոց կիրառվել է երկրից բացակայելու արգելքը, ինչպես նաև կասեցվել է պաշտոնյայի պաշտոնավարումը։ Ըստ հետքի քրեական գործի պատճառը դատարանի որոշումը անտեսելն է եւ նոր մրցույթ չհայտարարելը։ Ամեն ինչ սկսվել է 2023 թվականին, երբ քաղաքապետարանը ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր էր կնքել Impex SP-ի հետ։ Մրցույթի մյուս մասնակիցը Region-Stroy Service-ը չէր համաձայնել արդյունքների հետ եւ դիմել էր դատարան։ Չնայած դատական վեճը ընթացքի մեջ էր, քաղաքապետարանը շրջանցել է օրենքը եւ հրատապության պատճառաբանությամբ առանց նոր մրցույթի պայմանագիրը կնքել էր հենց նույն ընկերության հետ։ Մայրաթորը խստորեն դատապարտել է Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եւ քրեական հետապնդում հարուցվել Գերագույն հոգեվոր խորհրդի հոգեվորական անդամների նկատմամբ։ Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով ասված է Մայրաթորի հայտարարությունում։ نفت ایران جاذبه داره گاز ایران جاذبه داره ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի միջև հերակա բանակռիվը սրվում է։ Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի։ سیاست دستشون بود امنیت دستشون بود Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է գիտակցի նման քայլի հետևանքները։ Արձագանքելով Իրանին, Թրամփը նշել է. իհարկե նա այդպես պիտի ասեր։ Չնայած լարվածությանը Միացյալ Նահանգների ղեկավարը հույս ունի, որ մի քանի օրից կողմերը համաձայնության կգնան։ Նա երկու հիմնական պահանջ է դրել. Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ իշխանությունները պետք է դադարեցնեն ցուցարարների սպանությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ պատերազմը աղետ կլինի բոլորի համար։ Ամերիկյան բազաները ցրված են ամբողջ տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ հակամարտության մեջ անխուսափելիորեն կներքաշվեն բազմաթիվ երկրներ, շեշտել է նախարարը։ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը։ Երկրի պաշտպանական եւ հրթիռային հնարավորությունները երբեք չեն դառնա բանակցությունների առարկա։ Այդուհանդերձ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական երկխոսության, եթե չոտնահարվեն իր օրինական շահերը։ Любой человек, который дал согласие. Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտություններով, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նա հայտարարել է, որ Պուտինը չի կարող բացառել միջուկային կոճակը սեղմելու հնարավորությունը։ Յուրաքանչյուր նով համաձայնել առաջնորդվել եւ ընտրվել է միջուկային տերության նախագահ, չի կարող բացառել դա։ Հակառակ դեպքում նա պարտավոր է հրաժարական տալ, ասել է Մեդվեդևը հարցազրույցի ընթացքում։ Наши ядерные силы, стратегические ядерные силы развивают. Միջուկային զենքը չափազանց վտանգավոր է, բայց եթե երկրի ճակատագիրը վտանգված է, ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանը կօգտագործի այն, շեշտել է նա։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Զապորոժիե քաղաքի ծննդատանը, նախնական տեղեկություններով կա 6 վիրավոր։ Հարվածների հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել Դնեպրոպետրովսկի մարզում։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, փետրվարի 4-ին եւ 5-ին Աբու Դաբիում։ Եգիպտոսում 15 մետր խորությամբ սողանքի հետևանքով 2 խանութ է փլուզվել, 2 մարդ վիրավորվել է։ Փլուզման համար հիմք է դարձել նաև մոտակայքում տեղի ունեցող շինարարական աշխատանքները։